Հաղորդման հովանավորն է «Տուն դեպո կահույքի խանութ սրահը»։ Հաղորդման հովանավորն է Dream Park հյուրանոցառեստորանային համալիրը։ Հաղորդման հովանավորն է Աջափնյակ բժշկական կենտրոնը։ Բարի լույս սիրելի հեռուստադիտող, դուք կրկին դիտում եք Բարև Երկիր, նշանակում է մենք եկել ենք ձեզ ասելու բարի օր, բարի գարուն եւ իհարկե լավ տրամադրություն։ Բարև Երկիր, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, բարև սիրելի Արմինե, ինչպես ես։ Լավ, դու ինչպես ես։ Ես էլ եմ լավ։ Այսօրվա բառը կոկիկն է։ Ես կարծում եմ, որովհետև եթերից առաջ շատ խոսեցինք կոկիկ լինելու մասին, այո, կոկիկ լինելը լավ բան է։ Այսօր մարտի 21-ն է, դեռ մի ամսյա կշարունակվում է, նշանակում է դեռ կանանց մասին շարունակելու ենք խոսել եւ իհարկե հիշելով առաջին հերթին մեր գործընկերներին, նրանք են Տուն դեպո խանութ սրահը, Լորվա հրաշալի բնության գրկում գտնվող Dream Park հանգստյան գոտին եւ Աջափնյակ բժշկական կենտրոնը։ Այո, հատկապես կանայք այս շրջանում կարծես թե փորձում են վերհիշել իրենց առողջական խնդիրները, գնալ բուժ հաստատություններ եւ մենք ձեզ առաջարկում ենք հատկապես գնալ Աջափնյակ բժշկական կենտրոն, որտեղ յուրահատուկ մոտեցում կցուցաբերեն եւ ձեր բոլոր խնդիրներին հնարավոր լուծում կտրվի։ Իսկ իհարկե հոգին եւ սիրտը մաքրելու, հանգստացնելու համար լավագույն տարբերակն է ուղևորվել դեպի Լոռի, գտնել Dream Park հանգստյան գոտին եւ մի լավ լիցքաթափվել։ Ասացիր կանայք վերհիշում են առողջական խնդիրները, կանայք երբ են մոռանում։ Չէ, շատերը մոռանում են, բայց հատկապես այս շրջանում, երբ նրանց մեծարում են, կարծես նրանք ավելի են կենտրոնանում իրենց առողջական, ինչը ողջունելի է իդեպ, միշտ հետևեք ձեզ, եղեք առողջ եւ իհարկե գեղեցիկ։ Այո, եւ իհարկե հիշեցնեմ այն հասցեները, որտեղով կարող եք հետևել մեր թողարկումներին։ Դրանք են Երկիր մեդիայի YouTube-յան եւ Telegram-յան ալիքները, ինչպես նաեւ Բարև Երկրի Facebook-յան ու Instagram-յան հարթակները։ Այո, շատ հաճելի հատկապես երբ մեզ նամակներ եք գրում, առաջարկներ, դիտողություններ, ինչու ոչ մենք բոլորը կարդում ենք, ոմանց արձագանքում ենք, մյուսներին էլ խոստանում ենք արձագանքել։ Շարժվենք առաջ։ Կարծում եմ արդեն ճիշտ ժամանակն է, որովհետեւ այսօր հրաշալի տոներ են նշվում։ Սկսենք թերևս ամենագեղեցիկից։ Այսօր մարտի 21-ին նշվում է պոեզիայի համաշխարհային օրը։ Որոշումն ընդունվել է 1999 թվականին Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ նստաշրջանի ժամանակ։ Այդպիսով կառույցն ընդունել է մարդկային մտքի եւ հոգու վրա պոեզիայի բացառիկ ազդեցությունը եւ նշել, որ պոեզիան կարող է պատասխան տալ ժամանակակից մարդու ամենասուր եւ խորը հոգեվոր հարցերին, բայց դրա համար պետք է որքան հնարավոր է հասարակական մեծ ուշադրություն ստեղծել դրա նկատմամբ։ Այո, եւ օրվա հիմնական առաքելությունն էլ հենց դա է աջակցել պոեզիայի հանրայնացմանը, բանավոր պոեզիայի ավանդույթի վերադարձին, պոեզիայի եւ արվեստի մյուս ճյուղերի թատրոնի, պարի երաժշտության եւ նկարչության երկխոսությանը։ Տոնն առաջին անգամ նշվել է Փարիզում, որտեղ էլ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր գրասենյակը, իսկ Հայաստանում այն նշվում է 2010 թվականից եւ տարեստարի ընդգրկում ավելի մեծ թվով մշակութային կենտրոններ, թանգարաններ, գրադարաններ, գրախանութներ, դպրոցներ, որտեղ անցկացվում են գրքի շնորհանդեսներ, ընթերցումներ եւ հանդիպումներ պոետների հետ, հատկապես մերօրյա պոետներին ճանաչելը եւ ինչու՞ չէ հետագայում ասել, որ նրանց հետ նույն ժամանակաշրջանում ենք ապրել, շատ կարեւոր է։ Այո, պոեզիան, գրականությունը, երաժշտությունը։ Մտքովդ անցել է դու էլ դառնաս պոետ, ոչ վերջին, բայց պոետ։ Ոչ, բայց կարծում եմ, որ յուրաքանչյուրս էլ որոշակի տարիքում մեր մտքերը սիրում ենք հանձնել թղթին, բայց այո, ինչպես ասում են, արվեստի ամենաբարձրագույն տեսակն է գրականությունը, դրանում ներառված պոեզիան, ինչպես նաև դասական երաժշտությունը, հաճախ պոեզիայի հետ համարվում է բուժիչ միջոց, այնպես որ պոեզիա լսել, պոեզիա կարդալ, կարծում եմ հոգին մաքրող, հանդարտացնող եւ սրտի զարկերը թուլացնող ամենալավ միջոցն է, կարծում եմ։ Բայց թվում է բոլոր այն մարդիկ, ովքեր գոնե երաժշտական կրթություն չունեն կամ չեն կարողանում ստեղծագործել բնատուր չունեն, հենց խոսքը, պոեզիան, խոսքի միջոցով ապրումները վերարտադրելու, դիմացինին փոխանցելու լավագույն միջոցն է։ Թերևս փորձեք բոլորիս մոտ էլ կստացվի, եթե վերցնենք թուղթ եւ գրիչը։ Այո, շարժվենք առաջ, այսօր մի շատ գեղեցիկ օր է նշվում տիկնիկագործների միջազգային օրը եւ հետաքրքիր է, որ զուգահեռներ է տարվում հենց պոեզիայի օրվա հետ։ Տոնի կազմակերպիչները այդպիսով փորձել են առավել ընդգծել տիկնիկային արվեստի կարեւորությունն ու նշանակությունը։ Օրվա առթիվ տարբեր երկրներում, այդ թվում Հայաստանում, կազմակերպվում են ցուցահանդեսներ եւ տիկնիկների մասնակցությամբ տարատեսակ միջոցառումներ։
Այո, քանի որ օրեր անցել մարտի 27-ին նշվում է թատրոնի միջազգային օրը, արդեն այսօրվանից մեր մոտ սկսվում է մեկնարկել թատերական շաբաթ ծրագիրը։ Մինչև ամսի 29-ը թատրոնները ակտիվորեն հանդես կգան նոր ներկայացումներով, կկազմակերպվեն շրջայցեր, միավորելով բեմարվեստի ստեղծագործողներին, արվեստագետներին եւ հանդիսատեսին։ Թատերական շաբաթ ծրագիրն առաջին անգամ իրականացվել է 2024 թվականին։ Թերևս հետաքրքիր մոտեցում էից դուր է գալիս այս թատերական շաբաթ կոչվածը։ Իհարկե։ Եվ խոսեցինք թատերական աշխարհից, այս պահին հանդրադառնանք նաև հայ բեմի երևելիներից մեկին, այսօր դերասանուհի Հասմիկի Թագուհի Հակոբյանի ծննդյան օրն է։ Դերասանուհին ծնվել է 1879 թվականի մարտի 21-ին Հին Նախիջևանում, մանր առևտրականի ընտանիքում։ Սովորել է տեղի երկդասյա ծխական դպրոցում եւ որևէ կապ չի ունեցել արվեստի ու թատրոնի հետ, սակայն միայն մեկ հնարավորությունն էլ բավական է լինում, որպեսզի ապագա դերասանուհին ամոռաց սիրահարվի թատրոնին ու կյանքը կապի բեմի հետ։ Այդ առիթը դպրոց այցելած շրջիկ թատերախումբն էր, որն ընտրեց Թագուհուն փոքրիկ տղայի դերի համար։ Նրա անցած ուղին կամքի եւ թատրոնն անձնվեր սիրելու վառ օրինակ է, որովհետեւ մասնագիտական կյանքը դերասանուհին սկսել է ամուսնությունից եւ 4 երեխա ունենալուց հետո, անտեսելով շրջապատի բացասական կարծիքները եւ ամուսնու փոքրինչ դժգոհությունը։ Ամուսնու մայից հետո հանդես է եկել արդեն Հասմիկ բեմական անունով եւ դարձել արժանի զուգընկեր բեմական գործընկեր խաղընկեր հայ բեմի վարպետներ Հովհաննես Աբելյանին, Գրիգոր Ավետյանին եւ Սիրանուշին։ Թերևս ես էլ կգնայի իմ երազանքի ետևից, եթե այդպես նպատակասլաց ուզեի դառնալ դերասանուհի։ Այստեղ են ասել երբեք ուշ չէ երազանքներ իրականացնելու համար։ Նրա մասին շատ ջերմ է արտահայտվել Վարդան Աճեմյանը, ասելով, որ նա թատրոնի մեծ մայրն էր, մորպես կաթողին եւ հարազատ, եւ իր զարմանալի բարի բնավորությամբ եւ անսահման համեստությամբ պաշտելի էր բոլորին։ Թատրոնում տասնյակ դերեր մարմնավորելուց բացի Հասմիկը նկարահանվել է նաեւ մի շարք ֆիլմերում, որոնցից են Չար ոգին, Գիքորը, Պեպոն, Զանգեզուրը, Դավիթ բեկը։ Պատմություն կերտած մարդիկ, պատմություն կերտած կանայք եւ հետաքրքիր է, որ այսօրվա մենք շփվում ենք այսօրվա դերասանների, դերասանուհիների հետ, նրանցից ոմանք էլ հիմիկվա ներկայիս պատմությունն են կերտում թեև։ Այո, թեպետ հիմա ամեն ինչ կարծես ավելի հարաբերական եւ հեշտ է, գուցե։ Անցնենք առաջ եւ ասենք, որ այսօր ամբողջ աշխարհում նշվում է անտառների միջազգային օրը, որը հռչակվել է 2012 թվականի դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ։ Օրվա նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը անտառների պահպանման եւ անտառային ռեսուրսների կայուն կառավարման կարեւորության մասին։ Բնության մասին հոգատարությունն իհարկե պետք է ամենօրյա բնույթ կրի, բայց այսօրն առանձնահատուկ հիշեցում է, որ անտառները մեր պաշտպանության եւ խնամքի կարիքն ունեն, քանզի դրանց բացակայությունը կամ դրանց ոչ պատշաճ օգտագործումը հանգեցնում է շրջակա միջավայրի համար բացասական հետևանքների, ինչպիսիք են հողի որակի վատթարացումը, կենսաբազմազանության կորուստը, կլիմայի փոփոխությունը եւ այլն։ Իսկ ինչպես պետք է նպաստենք անտառների պահպանմանը, իհարկե առաջին հերթին թափոնների տեսակավորմամբ, թղթի օգտագործման նվազեցմամբ եւ ծառատունկերին ու անտառների պահպանման ծրագրերին մասնակցելով։ Այո, թերևս բնության պահպանումը եւ բնությանը պաշտպանելը նաեւ մեր շահերից է բխում, որովհետեւ մենք ունենում ենք թթվածին եւ այդպիսով ամեն մի ծառը տնկելը եւ դա խնամելը շատ կարեւոր է եւ շարունակելով նշենք, որ Հայաստանում այսօր նշվում է նաեւ որպես անտառագետի օր։ Մեր երկիրը սակավ անտառ է համարվում։ Դրանք լեռնային են եւ հանդիպում են հյուսիսային եւ հարավային շրջաններում։ Անտառները եւ անտառային հողերը կազմում են երկրի տարածքի շուրջ 11.2%-ը, որի մեջ ներառված են նաև արհեստական անտառները։ Այժմ Հայաստանի անտառ կազմող ծառատեսակներից հիմնականներն են հաճարենին, կաղնին, բոխին եւ սոճին։ Ունենք նաև բազմաթիվ հազվագյուտ տեսակներ, որոնք զբաղեցնում են սահմանափակ տարածքներ եւ համարվում են բուսաշխարհի հնագույն ներկայացուցիչները, որոնցից են կենին, սովորական բաղեղը, թփային հասմիկը, արևելյան սոսին, թաղարենի բոխատերևը, սովորական մտրակակոթը եւ այլն։ Թերևս այս մեր հայտարարությունից եւ ինֆորմացիայից հետո շատերը երևի կման կգան եւ կտեսնեն ինչ ծառատեսակ են դրանք։ Այո, եւ ինձ էլ ոմանք ծանոթ չեն։ Զուր չեն ասում, որ անտառները երկիր մոլորակի թոքերն են եւ ինչպես մեր օրգան համակարգի առողջության մասին ենք մտածում, պետք է նաեւ բնության մասին մտածել։
Շարժվենք առաջ, այսօր մարտի 21-ին նշվում է նաև Դաունի համախտանիշի օրը։ Օրվա ընտրությունը պատահական չէ, 21 թիվը խորհրդանշում է 21-րդ քրոմոսոմը, որի առկայությամբ էլ պայմանավորված է համախտանիշը։ Դաունի համախտանիշն առաջանում է այն ժամանակ, երբ երեխան ունի 21-րդ քրոմոսոմի լրիվ կամ մասնակի հավելյալ կրկնօրինակ՝ տրիսոմիա։ Դաունի համախտանիշն առաջին անգամ նկարագրել է գիտնական Ջոն Լենգդոն Դաունը 1866 թվականին։ Նշենք, որ Դաունի համախտանիշը ամենատարածված գենետիկ շեղումն է։ Վիճակագրության համաձայն 700-ից 800-նորացնից մեկը ծնվում է Դաունի համախտանիշով եւ այն կախված չէ ծնողների կենսակերպից, առողջությունից, սննդից, բարեկեցությունից կամ ազգությունից եւ ռասայից։ Այս համախտանիշն ունեցողների իմունային համակարգը թույլ է եւ շատ հաճախ դրա պատճառով ուղեկցող հիվանդություններ են ունենում։ Եվ չնայած այս ամենին հետաքրքիր է, որ վերջին տարիներին այս համախտանիշը ունեցող արև մարդկանց կյանքի տևողությունը երկարել է եւ արդեն կազմում է մոտ 60 տարի եւ մենք կարող ենք նկատել, որ հատկապես Հայաստանում, գուցե այլ երկրներում եւս, գուցե չէ վստահ, սկսել են արև մարդկանց ներառել տարբեր իրականության մեջ, նրանք նկարում են, թխվածք են թխում եւ նրանց ամբողջ մտավոր եւ այլ կարողությունները կարծես թե սկսել է ի հայտ գալ եւ ցուցաբերվել։ Այո, շարժվենք առաջ, սիրելի հեռուստադիտողներ, 3 գարունը լիարժեք ստանձնեց իր իրավունքները, այսպես արդեն պաշտոնական եւ օրինական կերպով։ Գարնանային գիշերահավասարով սկսվեց նաեւ աստղագիտական գարունը։ Գարնանային գիշերահավասարի ժամանակ Արեգակը երկնքի հարավային կիսագնդից անցում է կատարում հյուսիսային կիսագունդ։ Օրը կոչվում է Գարնանային գիշերահավասարի օր, քանի որ գիշերվա եւ ցերեկվա տևողությունները հավասարվում են։ Նշենք, որ խոսքը Արեգակի հորիզոնից բարձր եւ ցածր գտնվելու տևողության մասին է։ Այո, թերևս օրերը, ինչպես մենք սիրում ենք ասել, երկարեցին եւ բոլոր մեր անելիքները անելու հնարավորությունները եւս երկարեցին, այնպես որ զինվենք նոր համբերությամբ, նոր ներուժով եւ այս երկար գարնանային եւ ամառային օրերը օգտագործենք ի նպաստ մեզ եւ մեր աշխատանքի։ Այս պահին մնում է միայն դիտել տեսահոլովակ, որովհետեւ մեր հյուրերն արդեն շտապում են մեզ մոտ։ Լեռների մեջ կա պայքար, քարի մեջ երկու պար, ձեռքերի մեջ առնական, պայքարն է հաղթական։ Առավոտ կելնեք սարը, կկանչի սուրնի խաղը, թող աշխարհը բռնի պարը, յարխուշտա։ Լեռների մեջ կա պայքար, քարի մեջ երկու բար, ձեռքերի մեջ առնական, հայ պարն է հաղթական, մշահու սասնա պարը մեր, հետղեք ձեռքերը վեր, տեսարկեք դողան սրտեր, կեզ հուրբան զենքի ընկեր, առավոտ կելնենք սարը, կկանչի սուրնի խաղը, դող աշխարը բռնի բարը, յարխուշտա։ Ուշը թապտուր թապարա, հեշտամին պաղջի վարուվեր, կեզ ուրբան զենքի ընկեր, առավոտ կելնեք սարը, կկանչի զորնի խաղը, թող աշխարհը բռնի բարը, յարխուշտա։
Լսի զուրնի խաղը հող աշխարը բռնի բարը Yarxuşda 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 Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ եւ արդեն պատրաստ ենք սիրով ողջունել մեր հյուրերին։ Իսկ մինչ այդ հիշենք, որ դեռ մարտի 8-ին խոստացել էինք, որ ամբողջ մի ամսյակի ընթացքում հնարավորինս շատ հյուրընկալելու ենք կանանց եւ աղջիկների եւ խոսելու նրանց ձեռքբերումներից ու հաղթանակներից։ Այսօր եւս բացառություն չէ։ Խոսելու ենք Սլավյանսկի բազար 2026 ամենամյա մրցույթի մասին, որովհետև մարտի 14-ին անցկացվել է մանկական եւ երիտասարդ կատարողների երաժշտական մրցույթի հայաստանյան ազգային նախընտրական փուլը եւ հայտնի է դարձել, թե ովքեր կներկայացնեն մեր երկիրը Բելարուսում ամռան կայանալիք մրցույթում։ Դերևս այդ առիթով ունենք շատ հետաքրքիր հյուրեր։ Սլավյանսկի բազար 2026 ամենամյա միջազգային մանկական եւ երիտասարդ կատարողների մրցույթում հայաստանյան նախընտրական փուլի նախագահ, երգչուհի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Գայանե Հովհաննիսյան, բարի լույս։ Բարի լույս։ Ինչպես նաև մանկական կատարողների մրցույթում հայաստանյան պատվիրակ Ալեքսա Վարդանյան, բարի լույս Ալեքսա, եւ երիտասարդ կատարողների մրցույթում հայաստանյան պատվիրակ Լիանա Դանելի։ Բարի լույս։ Լույս, բոլորիս բարի գալուս մեր տաղավար եւ իհարկե շնորհավորում ենք մի ամսակի կապակցությամբ։ Շնորհակալություն։ Ինչպես եք, ինչպես է օրը սկսվել եւ առհասարակ ինչպես են ընթանում նախապատրաստական այս բոլոր փուլերը։ Մի փոքր պատմեք, հետո արդեն մանրամասն։ Իրականում շատ լրջորեն ենք մոտենում, որտեղ մեր երկիրը պետք է ներկայացնենք պատվով, դրա համար հիմա քննարկումներ են գնում երկերի ընտրության հետ կապված, որովհետև մրցույթ է, մրցույթին պետք է բարդ երգեր լինեն տեխնիկապես, նաև դրա համար քննարկումներ են գնում վեշացրելի Տիկին Հովհաննիսյանի հետ, նաև պարոն Կիրակոսյանի հետ, փորձում ենք հասկանալ, թե ինչ երգեր ընտրենք, որպեսզի երբ նշաձողը միշտ բարձր այո Այդպիսով մեր առօրյան զբաղված է այդ մտքերով էլի հիմնականում, որ կարողանանք հասցնել։ Հետաքրքիր է Ալեքսան ինչպես է նախապատրաստվում, դպրոցի հետ ինչպես է հասցնում, Ալեքսա։ Ես գնում եմ դպրոցից գնում եմ դաշնամուրից հետո գալիս եմ երկրի։ Երաժշտության մեջ ես ամբողջ օրը։ Իսկ ավելի շատ սիրում ես նվագել, երգել, թե պարել։ Նոր սերունդը ամեն ինչ է սիրում։ Երգել։ Դրանը թերևս խոսենք դուք միշտ տարբեր սերունդներին կրթել եք, դաստիարակել եք, հատկապես մրցութային իրականության մեջ, հատկապես մեր օրյա, շեշտադրումը ինչի վրա եք դնում, ինչի վրա եք կենտրոնանում մասնակիցների հետ աշխատելիս։ Շեշտը դրվում է նրա վրա, որ անպայման պետք է երգեն ճիշտ երգեր։ Մեր հայտնի կոմպոզիտորների երգերը։ Օրինակ ինչպես կարող եմ ասել Արտուր Գրիգորյան, Արնո Բաբաջանյան, Կոնստանտին Օրբելյան, Ռոբերտ Ամիրխանյան, որովհետև այսօր մենք եսին ուսանողներին կրթում են, որ պետք է երգել այդ նմանատիպ կոմպոզիտոր, լեգենդար կոմպոզիտորների երգերը, որտեղ կա կուլտուրա, ներքին կատարողականության, որտեղ ճիշտ կա երգեցողություն, հասկանում եք, եւ այսօր ես շատ ուրախ եմ, որ մեր ուսանողները դա արդեն հասկանում են։ Եվ մեծ հաճույքով են կատարում այդ մեր լեգենդար կոմպոզիտորների երգերը։ Այս մրցույթների ժամանակ արդյոք կարևոր է դիապազոնի ցուցադրումը։ Անպայման։ Չգիտեմ ինչու, բայց դա այդպես է, որ միջազգային մրցույթը նայում ես կամ պրոյեկտը, ուրեմն երբ կատարողը արդեն վերցնում է մի հատ վերևի նոտա, միանգամից ժյուրին այսպես ոգևորվում է։ Չգիտեմ, ես այդ ժյուրիներից չեմ, ես էլ եմ եղել ժյուրին, ինձ համար ամենակարևորը, նորից եմ ասում, երգել այնպես, որ կարողանա ինքը քեզ ճիշտ ձևով մատուցել, որ ոնց որ ասում են մարմինը փշաքաղվի։ Ես երգեգությունը դա եմ հասկանում, այլ ոչ թե մենակ վերևի նոտաներ։ Բայց այսօր նույն այդ Սլավյանսկի բազարը, որ հիմա մեր երկու ճգնաղաղջիկները գնում են, ուրեմն բնականաբար պետք է այնց երգեր ընտրենք, որտեղ կա
դիապազոն, հասկանում եք, եւ բնականաբար պետքա շատ ճիշտ երգեր ընտրենք, Արդեն ընտրված երգեր վրա։ Այդան Արդեն լիանային երգ արդեն կա, երկրորդ երգը ինքը պետք է երգի ռուսերեն լեզվով, դեռ այսպես մտածում ենք քննարկումների մեջ ենք, իսկ Ալեքսայի դեպքում մենք պետք է դեռ որոշենք, որ ինչ երգերը ինքը երգելու։ Աղջիկներ, ես կուզեի մի փոքր իրենք պատմեն իրենց գործունեության մասին հատկապես դուք, քանի որ կարծես թե երգել եք, հա, մանկուց եւ այլն, պատմեք ձեր մասին, որից հետո Ալեքսեին կա։ Սովորել եմ Երևանի մշակույթի եւ արվեստի պետական քոլեջում, Շարլ Ազնավուրի այնուհետև Դորեմի վոկալ ստուդիոյում, Արտուր Գրիգորյանի անվան երգի պետական թատրոնում եմ սովորել, դրանից հետո հիմա սովորում եմ Երևանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում դերասանական բաժնում, 3-րդ կուրս եմ, նաեւ դասավանդում եմ երգի պետական թատրոնում, բացի դրանից ամեն օր աշխատում եմ, ելույթներ եմ ունենում, շոուներով ներկայանում եմ, տարբեր այսինքն ամեն օր լայվ երգեցողությունը պահպանել, կարծում եմ դա արտիստների համար շատ մեծ պրակտիկա է։ Ոմանք ասում են դա խանգարում է, ձայնը վնասվում է, իրականում ձայնը կարծում եմ հոգնում է, այսինքն եթե դու ամեն օր երգում ես լայվ, պետք է հանգիստ տաս քեզ նաև, ինչ որ, չգիտեմ, 3 ամիսը մեկ օրինակի համար, բայց օրինակ դրսում ես շատ եմ ուսումնասիրել արտիստները, երգչուհիները, իրանք ամեն օր զալերից դուրս չեն գալիս, իրանք ամեն օր մի քանի ժամ երգում են, ջիմում երգում են, պարելուց երգում են, այսինքն դա մկան է, որը որ մենք մարզում ենք, ոնց մարզենք, այդպես էլ կլինի, բայց կախված է մեր շատ սիրելի վոկալի դասատուներից նաև, որ պետք է մեր հիմքը ճիշտ դնեն, այսինքն տեխնիկան ճիշտ լինի, եթե տեխնիկապես դու ճիշտ չերգես, դու մեկ օր էլ չես կարող երգել, հաջորդ օրը ուղղակի չի լինի ձայնդ։ Հետևաբար կարծում եմ բոլոր արտիստներին խորհուրդ եմ տալիս շատ երգել, որովհետև դա շատ իրականում համ ինքնավստահ ես ավելի լինում, ավելի ճանաչում ես քո բնությունը, քո օրգանիզմը։ Հա, դու անընդհատ գիտես, հիվանդ երգել անգամ, երբ որ հիվանդ ես երգում, էլի գիտես, թե ոնց կարող ես տակից դուրս գալ, շատ կարևոր է, էլի դա գործունեությունը այսքան։ Տիկին Գայանե, երբ հետևում ենք վերջին տարիներին, հատկապես միջազգային տարատեսակ մրցույթներին, երբեմն հաղթում են երգեր, որոնք նույնիսկ ականջահաճո չեն, երբ նայում ես, լսում ես, չես հասկանում ինչի մասին է։ Հետաքրքիր է Սլավյանսկի բազար մրցույթը ինչ չափանիշներով է առաջադրում երգեր եւ ինչ չափանիշներով եք դուք ընտրում։ Այսինքն թելադրված են այդ կանոնները, պետք է լինի ռուսերեն, անգլերեն, մեր հայ դասականների անունները տվեցիք եւ հետաքրքիր է դա կրկին կանոնների մեջ է մտնում, թե արդեն թելադրված է, որտեղ իրենց մոտ այդպես է դու պետք է երգես մի հատ համաշխարհային հիթ, հա, երկրորդ երգը պարտադիր պետք է լինի ռուսերեն լեզվով։ Եվ այս դեպքում Սլավյանսկի բազարի ոնց ասեմ առավելությունը նրանում է կայանում, որ իրենք պետք է երգեն սիմֆոնիկ էստարդային օրկեստրին վարկախմբի հետ, որը շատ ես օրինակ արդեն քանի տարի է հետևում եմ այդ Սլավյանսկի բազարը եւ ամեն անգամ երբ որ ես լսում եմ այդ նվագախումբը ես ուղղակի հիանում եմ, շատ պրոֆեսիոնալ երաժիշտներ, իհարկե այնտեղ փորձեր պետք է անեն, ուղղակի կարևորը նա է որ երգերի ճիշտ ընտրություն անենք, հասկանում եք, որտեղ դա շատ կարևոր է մրցույթի համար։ Իսկ հայ դասականների երգերը որ փուլում են, այսինքն երգում կա համաշխարհային հիթ եւ կա ռուսերեն երգ։ Ասացիք նաեւ որ Օրբելյան, Բաբաջանյան պետք է ներառվի։ Չէ, հիմա ես ուղղակի ասեցի դա մեր ուսանողներին կրթելու համար։ Հա, այդ առումով ես ասեցի։ Այս դեպքում իրենց մոտ մեկը համաշխարհային է լինելու, մյուսը լինելու է ռուսերեն։ Մայրենի լեզվով չկա։ Մեր կոմպոզիտորների ռուսերեն կա լինելու է ռուսերեն լեզվով։ Բայց այդ մեր կոմպոզիտորների ռուսերեն թարգմանած երգերը, այո, դե այդ թեկուզ այդպես օրինակ ես մի քիչ առաջ հետ խոսում ենք, քննարկում ենք, ասում ենք գուցե Բաբաջանյանի «Верни мне музыку» կամ Բաբաջանյանի «Судьбан», հա, որտեղ հրաշալի երգել են։ Դե դեռ այսպես Իսկ դուք դեռ կկողմնորոշվեք Հելիանա ինչպես հանդես կգա, թերևս խոսենք Ալեքսայի մասին, իսկ Ալեքսայի համար ինչ երգեր են առանձնացված եւ դու ինչ երգեր ես ընդհանրապես սիրում, ինչ կուզես կատարել այդ օրը։ Ես իմ ամենասիրած երգերից մեկը դա Վերան է։ Բայց ինչ ասես, պիտի երգես մի փոքրիկ հատված, գիտես, չէ՞։ Այնպիսի երգեր ասա, որ պատրաստ ես երգել, դա անպայման է, եթե սուր են գալիս երգչուհիներ, պետք է երգեն։ Հետո նաև փորձ է մրցույթին ընթառաջ։ Լավ, ինչ երգեր ես սիրում դու։
Ես սիրում եմ երգեր, որոնք ես եմ ընտրում։ Օրինակ իմ դասատունել է ընտրում երգեր, լինում է, որ ես իրան խնդրում եմ, ասում եմ կարելի է ես էսի չի երգեմ, բայց հասկանում եմ, որ էդի իմ տարիքի է, ես պիտի այդպիսի երգեր երգեմ։ Բայց ամեն դեպքում ուսուցչուն եթե առաջարկում է, քո կարծիքը հարցնում է, դա քեզ դուր գալիս է թե ոչ։ Այո, իհարկե, որովհետև ես եմ երգելու այդ երգերը։ Պետք է զգաս երգը, չէ՞, բեմում, որպես լավ երգես։ Իսկ օրինակ կա երգ ընտրված, գոնե մեկը, թե դեռ ոչ։ Դեռ ոչ։ Իսկ քո ամենասիրելի երգը ո՞րն է։ Մրցույթից դե դուրս են չթողեցիր գալիս։ մարդը ասիր, ստիպեցիր երգել։ Իմ ամենասիրած երգը Սելին Դիոնն է։ Օ, Երկչուհի Սելին իսկ երգը My heart will go on անգլերենով ասեմ։ կարող ես երգել մի փոքրիկ հատված։ Հենց հիմա։ Այո։ Փորձենք։ Դե բնական է, որ այնքան լավ Նախ առավոտյան, այո, շաբաթօրով։ Զայնանալը դեր չեն արթնացել։ Բայց դա մի փոքրիկ։ Բայց ուզում ես ուրիշ բան երգել։ Մենք ուզում ենք լսել քո գեղեցիկ ձայնը։ Ես վստահ եմ հեռուստադիտողը եւս։ Every night in my dreams I see you, I feel you. That is how I know you. Go on. Far across the distance and spaces between us, you have come to show you. Go on. Երևս այո։ Ֆիլմը տեսել ես, թե դեռ ոչ։ 7 անգամ։ Իսկապես Ալեքսեն ինձ թվում է մեր ապագա Արդեն։ այո Հայաստանը ներկայացնող մեծ երգչուհիներից է դառնալու, որովհետև այս տարիքում այդպես զգալ, այդպես երգել շատ կարևոր է։ եւ մենք կպարտանանք քեզանով։ Տիկին Գայանե, թերևս նաև խոսենք, ինչպես արդեն ասացինք, բեմը զգալու եւ այլն։ Սովորաբար մրցույթների ժամանակ ուզեմ դուք էլ պատասխանեք, ավելի բարդ է երգը զգալ, որովհետեւ որոշակի կատարողականության սկզբունքներ կան, թե երբ մարդը ունի տաղանդ, ունի, ձայնային տվյալներ, նրան չի խանգարում դա։ Ինչքան էլ դու ունես տվյալներ, ինչքան էլ դու տաղանդավոր ես, երբ դու դուրս ես գալիս բեմ, միշտ այդ լարվածությունը կա, հա։ Մի հատ այսպես լավ բառ կա, ասում է, այն աստիճանի լարված, որ արդեն պիրիբոռ է, այդ պիրիբոռը չպետք է լինի։ Բնական է լարվածություն լինելու է, ինչքան էլ դու լավ ձայն ունես, ինչքան էլ դու տվյալներ ունես, ինչքան էլ դու 3 օկտավա ունես, դա պատասխանատվության հարցն է։ Ես օրինակ վերցում եմ ինձ, երբ ես դուրս եմ գալիս բեմ ու դե հիմա ես չպետք է, ես լավին շեղել եմ գալասավո երգչուհի, չէ։ Երբ ես դուրս եմ գալիս ու տեսնում եմ այդ մեծ աուդիտորիան, ես ուղղակի ինքս իմ մեջ ասում եմ Գայա, հանգստացի, մի լարվի, դու դուրս ես եկել բեմ, վերցել ես միկրոֆոնը, դու պետք լավ երգես ու դա ինձ միշտ օգնել է։ Եվ երկրորդը ամենակարևորը, երբ դուրս ես գալիս բեմ, պետք է սիրելով դուրս գաս։ Անպայման սիրելու, դու բեմը պետք է սիրես։ Եթե դու բեմը սիրեցիր, բեմը քեզ միշտ պատժ կանի։ Եթե չէ, ուրեմն մոռացի դա։ Դա միշտ իմ կյանքի պրինցիպն է եղել, դա միշտ ինձ օգնել է մինչև առայսօր։ Այս ձևաչափը ձեզ եւս օգնում է։ Իհարկե, անգամ հետևում եմ այս բոլոր ձևաչափերին, բայց մի բան էլ կավելացնեմ, կարծում եմ, եթե մենք ուզում ենք երգը բեմում զգալ, վայելել, ապա մեզ մոտ ոչ թե պետք է երգը պատրաստ լինի 100%-ով, այլ 200%-ով, այսինքն մենք շատ պետք է վստահ լինենք մեզ վրա, որ կապ չունի ինչ կարգավիճակում կլինենք ուրախ թե տխուր, լավ թե վատ, այդ երգը մենք կկարողանանք, երբ որ քնից արթնացնեն, օրինակի համար նույն տոնայնության մեջ սիրուն կատարել երգել, ուրեմն ոչ մի բան չի կարող խանգարել քեզ, որ դու զգաս այդ երգը։ Հիմնականում մրցույթներին ես ինքս անգամ շատ եմ տեսել, թեկուզ իմ գոլեգաները, իմ ընկերները, ովքեր մասնակցել են, որ շատ լարված են, ու ես հասկացել եմ, որ ոչ թե նրանք վատ են երգում, այլ երգը լավ պատրաստ չէ դեռ, որովհետև երգը կարծում եմ, եթե երգը սովորում ես, դա հարաբերությունների պես մի բան է, հա, երգեք, պետք է պատասխան չէ երգը։ Այո, բայց պետք է ընտելանալ երգին, երգը սարքել քոնը, հասկանալ ինչի մասին է երգը, եւ միայն այդ ժամանակ դու կարող ես զգալ, էմոցիա տալ։ Կարծում եմ այսքան է այդ թեման։ ասել, որ
ինչքան էլ Լիանա ջան դու պատրաստ լինես, ինչքան էլ դու վստահ լինես քո վրա, երբ դուրս ես գալիս բեմ, ձայնալարերը դա այն օրգանն է, հա, որ քեզ պահի տակ կարող է աներես պատվադիտյանի։ Ուրեմն պրոֆեսիոնալիզմը կայանում է նրանում, որ դու կարողանաս այդ ամեն ինչը հաղթահարել։ Այդ սա է պրոֆեսիոնալիզմը։ Եղել է ժամանակ, երբ որ ես դուրս եմ եկել բեմ, երկում ու բառերը մոռանում եմ։ Ու այդ ժամանակ լրիվ ուրիշ մի հատ տեքստ է գալիս իմ ուղեղին, ու ես երգում եմ, ու ժողովուրդը ոչ մի բան չզգաց։ Ոնց որ դա այդպես էլ է, այսինքն в этом заключается профессионализм։ Դերևս մեծ տարիքում վարպետության այո դասերին հետևելը շատ հեշտ է, Ալեքսա, քո դեպքում հեչ պատահել է կամ մտածել ես, որ բեմում հանկարծ բառերը մոռանաս կամ երաշտական այդ լադը մոռանաս, ինչպես էիք վարապել։ Իհարկե, եղել է տաննել է տենց բան եղել, մուսիկներին էլ է եղել։ Օրինակ բերեմ Վերան։ Ես այդ երգը մի քանի ամիս գիտեմ, լինում է պահեր, որ ես մոռանում եմ, լրիվ ուրիշ տեքստ եմ երգում։ Բայց լինում է այդ պահը, որ ես ցույց չեմ տալիս իմ համար ուղղակի երգում։ Ես զգում եմ, որ ես լրիվ ուրիշ բան եմ երգում։ Կարող ես բեմում էլ այդպես, ինչպես ասում են, տակից դուրս գալ կողմնորոշվել, այո։ Լինում է։ Молодец, ապրես։ Տիկին Գայանե, վերադառնանք մրցույթին, արդեն հասցրել եք ուսումնասիրել մյուս մասնակիցներին եւ կանխատեսումներ անել, թե դեռ ոչ։ Դեռ ոչինչ չեմ կարող ասել, ես չգիտեմ նախ ովքեր են մասնակից երկրներից են լինելու, նախ ընտրական հիմա փուլեր են այնտեղ անցկացվում, դրա համար հիմա կոնկրետ ոչ մի բան ասել չեմ կարող։ Եթե կողքի աչքից նայեք մեր մասնակիցներին, ինչպես կգնահատեք, անաչառ, օբյեկտիվ։ Թվում է գործի մեջ չեն անաչառ գտել։ Կապ չունի թե ինքը իմ աշակերտուհին է եղել թե ինչ, ես շատ օբյեկտիվ եմ ու ես կարծում եմ իմանալով եւ Ալեքսայի եւ Լիանայի հնարավորությունները, ես կարծում եմ, որ իրենք պետք է շատ լավ ելույթ ունենան։ Տիկին Գայանե, հուսով եմ, որ շատ լավ կլինի։ Մենք էլ ենք հուսով եւ մաղթում ենք, որ երկուսի ելույթն էլ անխափան, անձայնային կամ որևիցե քննարկված խնդրի հա անցնի եւ իհարկե ձեզ հանդիսատեսը ընդունի, սիրի եւ ժյուրին այնքան գնահատի, որքան ելույթ եք ունեցել։ Բայց ուզում եմ նաեւ մի այսպիսի հարց։ Մեր օրյա ժամանակներում երկարվեստը, երաժշտությունը, քանի որ դուք լինելով բազմաժանր, բայց ձեր այդ նշաձողը միշտ պահել եք։ Ինչպես եք վերաբերվում մերօրյա նոր երգերին, որոնք կարծես թե կոմերցիոն բնույթ ունեն, բայց այո, մեկօրյա կյանք ունեն, բայց դրանով ավելի մարդիկ հայտնի են դառնում եւ ձեր վերաբերմունքը կուզեի լսել այս մասին։ Նոր երգեր, ուր են նոր երգեր, կարող եք ինձ ասել։ Արդեն մոռացել ենք։ Ուր են նոր երգեր, մենք նոր երգեր չունենք։ Մենք չունենք նոր երգեր, մենք այսօր լսում ենք, չեմ ուզում նույնիսկ այդ բառը ասել, երգում են միայն կոմերցիայի համար։ Ես տենց արվեստ չեմ ընդունում, ինձ համար տենց արվեստ գոյություն չունի։ Տներեք, ինձ էլ են ժամանակին շատ հրավիրել եւ կլուբերում երգել, բայց ես երբեք չեմ երգել ոչ միտեղ, որովհետեւ ես հասկացել եմ, որ Կոնստանտին Օրբելյանից հետո ստանալով այդքան մեծ պրակտիկա 13 տարի դա քիչ ժամանակ չի, ու գնաս ինչ որ երգես այն, ինչ որ պահանջարկն է դրա։ Ոչ, ես միշտ երգել եմ այն, ինչին ստիլն է ինձ թելադրել, հասկանում եք։ Ես դրա համար եմ ասում, որ այսօր մենք մեր ուսանողներին ասում ենք, որ այսենց լեգենդարի կոմպոզիտորների երգեր երգեք, որ դե ճաշակը զարգացնեք, որ հասկանաք ճիշտ գրագետ երգեցողությունը որն է։ Եվ այստեղ հուսով ենք, որ կգա իրականությունը, մշակույթի գնահատումը նաև ֆինանսական առումով այն մակարդակի, որ մեր օրյա երգիչները այո իրենց առաջարկը պահանջարկը կհամատեղեն եւ արդեն պատրաստվում եք, ինչպես հասկացանք, մի փոքր ձեր տրամադրվածության մրցույթը մինչ այս նախորդ տարիներին նայել եք, մեր նախորդ տարիների մասնակիցներին ուսումնասիրել եք, չեք ուսումնասիրել, ինչ ենթադրություններ արդեն ունեք։ Իհարկե ուսումնասիրել ենք, մեր շատ սիրելի երգչուհիներն են մասնակցել Մաշան Մնջոյան, Սյուզաննա Մելքոնյանը եւ նաեւ իմ շատ ընկերներից են մասնակցել են Սլավյանսկի բազարին եւ ամեն տարի ուշի ուշով սենց մենք հետևել ենք էլի տրամադրվածությունը շատ լավ է իրականում, պարտավորված եմ ավելի շատ, որովհետեւ իմ երկիրն եմ ներկայացնելու, այսինքն պետք է մոտիվացված
պատասխանատվության զգացումով գնալ դեպի հաղթանակ։ Այո, Եվ անպայման։ կարծում ենք մենք բոլորս Լիաննա, որ մեր հարցազրույցի լավագույն փակումը, հատկապես որ մի ամսակ է, կլինի նաև ձեր կատարումը մի փոքրիկ եւ այսպես գեղեցիկ նոտայով ավարտենք։ Ձեզ չենք համոզի ինչպես Ալեքսային, Դե հաճախ եմ։ Ալեքսա այդ տարիքի երեխաներին համոզելը դժվար է, չէ՞։ Բայց Ալեքսան սիրով երկեց։ Ես էլ սիրով կերկեմ ընդհանրապես։ You were the boy I thought I knew. Maybe I was young, I was blind. I didn't have the clue. You were the topic of my lunch times. Border girls about chats. Get upset when you didn't text back. I was warned by my brothers to find another lover. Stop falling for these boys who didn't want the same as me. When I was warned by my brothers to find another lover. Stop falling for these boys who didn't want the same as me. Շնորհակալություն Լիաննալի կատարում եւ մնում է մաղթել ինչպես ասացինք միայն եւ միայն հաջող ելույթ եւ հանդիպում հաղթանակի հետ։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր ընթացքը, հիշեցնենք, որ տաղավարում 3 հրաշալի ձայնով արտիստների էին հյուրընկալել, նրանք են Գայանե Հովհաննիսյանը, Ալեքսա Վարդանյանը եւ Լիաննա Դանելյանը։ Դուք շարունակեք մնալ մեզ հետ։ Գիտության մեջ կանանց դերը թերևս անփոխարինելի է, ինչու ենք հատկապես կանանց առանձնացնում, բնականաբար, քանի որ մեկ ամսյակն է եւ մենք ուզում ենք շեշտել հատկապես կնոջ եւ աղջկա կարեւորությունը գիտության մեջ։ Եվ այս էջում մենք առանձնացրել ենք այն կանանց, որոնք անփոխարինելի հետք են թողել գիտության մեջ։ Դիտենք ռեպորտաժը եւ վերադառնանք։ Կանայք գիտության մեջ պատմականորեն հաղթահարել են գենդերային կարծրատիպերը եւ նշանակալի ներդրում ունեցել տարբեր ոլորտներում։ Այսօր թղթե տոպրակների առկայությունը շատ սովորական է եւ պահանջված, եւ գուցե քչերը գիտեն, որ դրա ստեղծման հիմքում կնոջ հնարամտությունն է։ 1867 թվականին Մարգարետ Նայթ անունով մի կին աշխատում էր թղթե տոպրակների գործարանում, որտեղ նա նկատեց, որ կանայք պետք է ձեռքով սոսնձեն թուղթը, որպեսզի փաթեթը հարթ հատակ ունենա։ Դա անհարմար է եւ ժամանակատար։ Ուստի Մարգարետը որոշեց այդ նպատակով մեքենա մշակել։ Գյուտը ստեղծվել է 1879 թվականին։ Սա նրա միակ գյուտը չէ։ Մարգարետ Նայթը ծնվել էր Մեն նահանգի Յորք քաղաքում 1838 թվականի փետրվարի 14-ին։ Ընտանիքը վաղ էր կորցրել հորը, եւ Մարգարեթը տարական դպրոցն ավարտելուց հետո ստիպված եղավ աշխատանքի անցնել բամբակի գործարանում։ 12 տարեկանում Նայթը ականատես է եղել գործարանային վթարի, որի ժամանակ աշխատողը վնասվածք է ստացել պողպատե ծայրով շաթլից, որը թռել էր էլեկտրական հաստոցից։ Մարգարետն այդ միջադեպից տպավորված էր։ Այնքան շատ, որ մի քանի շաբաթվա ընթացքում հորինել էր հաստոցի համար անվտանգության սար, որը հետագայում ընդունվել է Մանչեստրի այլ գործարանների կողմից։ Ոչ պակաս կարևոր գյուտի հեղինակ է նաև Թեորա Սթիվենսը։ Նա աշխատել է որպես վարսահարդար։ 1980 թվականին նա հայտնագործել է հատուկ երկաթ, որի օգնությամբ հնարավոր է գանգրացնել մազերը։ Այսօր մազեր գանգրացնելը թերևս շատ սովորական եւ հեշտ գործընթաց է։ Բարև երկիրը շարունակում է իր ընթացքը, այսօր մեզ մոտ կարծես թե երաժշտական օր է ստացվում եւ ժամանակն է նաեւ խոսելու Նաիրյան վոկալ համույթի մասին, որի երգչուհիներին բոլորը գիտեն որպես ժողովրդական եւ հոգեվոր երգերի հայ դասական կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարողներ եւ դրանց տարածման գործին դասվյալ հայուհիներ։ Այսօր համույթը մի նոր, կարող ենք վստահաբար ասել, հայրենանվեր գործ է նախաձեռնել, որը միտված է այս պահին մեր կորսված հայրենիքի երաժշտական ժառանգության պատառիկները հավաքագրելուն եւ պահպանելուն։
Եվ այո, գեղեցկուհիները արդեն մեր տաղավարում են, նրանք են Նաիրյան վոկալ անսամբլի գեղարվեստական ղեկավար Նաիրա Մովտուսյանը, բարի լույս, եւ երգչուհիներ Աննա Մինասյանն ու Ելենա Ազարյանը, բարի լույս, գեղեցկուհիներ։ եւ շնորհավոր Այո, Նանսակի արդիվ։ Մենք են ձեզ ենք շնորհակալ։ շնորհակալություն։ Ինչպես է ձեր շաբաթօրը սկսվել։ Շաբաթօրը սկսվել է մեկ գավաթ սուրճով նաև, այդպես է առավոտը մեզ մոտ սկսվել։ Բայց երբ աշխատանքը դա երգելն է, կարծում եմ դրանից հրաշալի աշխատանք չկա, սկսել երգելով օրը։ Մեր սիրելի, այո, երգը մեզ համար այլևս ապրելակերպ է եւ անշուշտ երգով մենք ավելի լուսավոր ենք օրը սկսում։ Այո, դուք թերևս մշտապես էլ առանձնացրել եք ձեր երգարվեստի ձևով, ձևաչափերով, ընտրված երգերով, մոտեցումներով, բայց այս անգամ եւս մի յուրահատուկ գաղափարով եք հանդես գալիս։ Ինչպես ծնվեց գաղափարը, ինչու լծվեցիք այդ գործին վեր հանել, հատկապես արցախյան, հին երգերը եւ նովովի կամ գուցե հին ձևով մատուցել։ Կարծում եմ գաղափարը ձևավորվել է դեռևս 20 թվականին, երբ այդ պատերազմական շարժումն էր, երբ կար արդեն 44-օրյայի պարտությունը, 23 թվականին, երբ հայությունը Արցախյան գտնվում էր շրջափակման մեջ, մենք մի երգով Արցախի հորովելով որոշեցինք Արցախում գտնվող մեր հայրենակիցներին գոտեպնդել, ինչով որ հնարավոր է, մեր ուժը, մեր զենքը երգն է, երգով որոշեցինք նրանց մեր աջակցությունը հայտնել, ասել, որ մենք իրենց հետ ենք։ Երկեցինք հորովելը եւ հայտնվեցինք տարբեր կառույցների, թերևս թուրքական կառույցների ուշադրության կենտրոնում, սկսեցին մեզ մեր էջերը փակել, սկսեցին հանրային տիրույթում մեզ թիրախավորել, նույնիսկ անձնական նամակներ էինք ստանում, սպառնալիքներ, տարատեսակ, որ այսինչ եք անում, որ մեր երգն եք երգում, իրավունք չունեք եւ այլն։ Այս շրջանում էր, որ մենք հասկացանք պետք է անպայման անդրադառնանք արցախյան երգերաժշտությանը։ Արդեն 25 թվականին, երբ փոքրինչ անդարտվել էին նաեւ մեր ներքին հուզումները, մեր ապրումները, ինչ որ չափով փորձել էինք արդեն իրավիճակը հաղթահարել, նորից միտքը եկա, որ պետք է երգենք հենց արցախյան երգերը նաև, որպեսզի այս երգերը չմոռացվեն։ Սկսեցինք ուսումնասիրել, ովքեր են ընդհանրապես երգում այս երգերը, ինչ աղբյուրներից են օգտվում, կան նոտաներ, թե չկան նոտաներ։ Այսպես սկսեցինք ուսումնասիրել, եղանք ազգային գրադարանում, կոնսերվատորիայի արխիվում, եղանք գիտությունների ակադեմիայում, փորձեցինք տեսնել, նոտագրված ինչ տարբերակներ կան, որպեսզի տարբեր կատարողներից չօգտվենք։ Նաիրա դժվար ուղի եք ընտրել, իհարկե մեր հայրենիքի երգերն են, յուրաքանչյուրիս հոգում, սրտում, հիշողության մեջ նստած իհարկե, բայց դրանք գտնելը, հավաքագրել այդ փնտրտուքը վստահաբար դժվար է եւ ինչպես ասացիք, ոչ բոլորը կլինեն բնականաբար նոտագրված, հատկապես երբ խոսքը ժողովրդական քիչ թե շատ հայտնի երգերի մասին է, ժողովրդի ծոցից դուրս եկած, թերևս պետք է հենց նրանց շուրթերից լսել, այդ ընտանիքներից այդ երգերի պատմությունը, ծնունդը լսել, հասկանալ, այս ճանապարհին արդեն ինչ կանգառներ եք ունեցել, հենց շփվել եք ընտանիքների հետ, արցախցիների հետ։ Այո, սկզբում իհարկե երաժիշտների միջոցով փորձեցի նոտաներ երգեր գտնել, չգտա, ցավով եմ ասում, որ Արցախը թերևս այն տարածքն է մեր, որ քիչ է անդրադարձել եղել երաժիշտների կողմից, քիչ են նոտաները պահպանված։ Այնտեղ ստիպված եղանք նաև հանդիպել տարբեր արցախցիների հետ, մեր հայրենակից արցախցիների հետ, ովքեր համաձայնեցին մեզ համար երգել։ 22 ընտանիք եմ գնացել եւ այստեղ խնդրել եմ այս մարդիկ համաձայնվեցին, որ պետք է երգեն, խնդրել եմ, որ երգեն իրենց իմացած ձևով, ինչ երգեր որ հիշում են։ Այստեղ զարմորեն, այսպես զարմացա նաեւ, որ մեծ թվով երգեր կապվում էին Գուրգեն Գաբրելյանի անվան հետ, այսինքն մենք 15 երգ ունենք, որ պետք է հրապարակենք, որ պետք է բազմաձայնենք, ներկայացնենք։ Այս 15 երգից 4-ը բոլոր արցախցիները գրեթե գիտեին, բայց չգիտեին, որ հեղինակը Գուրգեն Գաբրելյանն է։ Մի մասը գիտեր, մի մասը չգիտեր։ Այո, մենք նոտագրել, բազմաձայնել ենք եւ հենց երգում ենք իրենց երգած տարբերակով։
Այսինքն իրենք ոնց ինչպես որ երգել են, այդպես մենք ենք երգել։ Լինելով արդեն երգչուհիներ անցած ճանապարհ ունեցող, հետաքրքիր երբ որ նոր երգ է, որը արդեն կա դասական կատարման ձևաչափ եւ կարծես ոչ փոխելն է արդարացի որոշակիորեն, ոչ էլ հենց նույն ձևով կատարել։ Ձեր մոտեցումը որպես երգչուհիներ դժվար է, բարդ է, թե ավելի դուք եք փորձում հնարավորինս նույն ձև կատարել։ Դե օրինակ եթե կան արդեն նոտագրված տարբերակներ, բնականաբար մենք փորձում ենք կատարել հենց այնպես ինչպես գրված է, բայց որը որ իհարկե նոտագրված չէ եւ մենք պետք է նոտագրենք, բնականաբար լսելով, ձայնագրելով լսելով մենք նոտագրում ենք այնպես ինչպես լսում ենք, զգում ենք այդ պահին։ Եվ այդպես, այո, մեր ձեռագրով եւ հիմնականում այս 15 աշխատանքը մենք արել ենք երգի այո 15 երգի աշխատանքը մենք մեր ձեռագրով ենք արել իհարկե Գուրգեն Գաբրելյանի երգերը կան նոտագրված միաձայն մենք այդ երգերը բազմաձայնել ենք եւ փորձել ենք մեզ բնորոշ ավելի դարձնել այդ երգերը Շատ հետաքրքիր է ամենքդ կուզեմ առանձին պատասխանեք հատկապես մի երգ առանձնացնեք եւ ասեք ինչի մասին է կամ ինչու հենց այդ երգն է տպավորել այդ 15 աշխատանքից Քիչ հայտնի հատկապես Այո քիչ հայտնի Թեկուզ հայտնի, բայց ձեր սրտին կպած երգերից։ Ես ասեմ երևի Արցախյան երգերը իմ կարծիքով համարյա որ լսում ես բոլորը ցույց են տալիս ինչ որ համարձակ կանոչ կերպարներ դե իրենց կանայք ինչ համարձակ են եղել եւ իրենց խոսքը կարողացել են արտահայտել նաեւ երգերի մեջ։ Օրինակ մի երգ կա, մին 2 3 4, ես պարկը կյամ 14 եւ կին ինքն է թելադրում, թե ինչպես պետք է պարկյամ, այդպես Որքան մի փոքր նաեւ հումորային, ինչ որ ոչ թե հումորային, այլ հա կատակ երգեր ունենք, այո, իհարկե նաեւ բնությունը նկարագրող երգեր կան, օրինակ Ղարաբաղը սարոտա, քարոտա, կարոտի երգեր կան Շատ բազմազան են երգերը, ամեն երգը յուրովի է, այդպես Դուք արմատներով ունեք կապ Ղարաբաղի Արցախի Արմատներով ոչ, մենք չունենք կապ, բայց դե Այստեղ Ղարաբաղում նաև բարբարի լեզվի հետ կապված ինչպես է հաղթահարել Եթե բարբարային էին իհարկե երգ Բարբարը բոլոր երգերն են բարբարային, մեզ համար բավական դժվար էր այս բարբարը յուրացնել առոգանության տեսակետից, որովհետև որքան էլ փորձում ենք Ամեն դեպքում մենք լեզվակիր չենք, հա, հենց տիպական, բայց մենք շատ ենք աշխատում, մեզ հետ աշխատում են նաև արցախցիները, մեծ սիրով են արձագանքել, օրինակ Լարա Սարգսյանը հենց առաջին իսկ օրվանից մեզ հետ է, հետո սկսեցին նաև մեր ինտերնետային հարթակում մեզ հետևող շատ արցախցիներ արձագանքել, իրենց պատրաստակամությունը հայտնել, որ կարող են, ուզում են իրենք էլ ինչ-որ ձևով մեզ օգնել, նույնիսկ եղավ դեպք, որ այդ ինտերնետային հարթակից մեզ գտավ մի արցախցի կին եւ երգ ուղարկեց, ասաց այս երգը շատ կուզեմ որ ձեր միջոցով կատարվի, մենք էլ սիրով շուտով պատրաստում ենք նաեւ այդ երգը ներկայացնել, իհարկե մենք բազմաձայն տարբերակով ենք երգերը ներկայացնում։ Ինձ հենց այս հարցը հետաքրքրում էր, երբ որ ասեցիք, որ հենց սովորաբար միաձայն երգեր են եղել մի կատարողի կողմից, երբ որ մի քանի ձայն է հարկավոր ստանալ, դրանից երգի ձևաչափը կամ ձևը փոխվում է, դա հեշտ է թե բարդ միաձայն երգը դարձնել բազմաձայն։ Գիտեք, 11 տարի է մենք երգում ենք բազմաձայն երգեր եւ այս 11 տարիների ընթացքում մեզանից անկախ արդեն մեր գեղագիտական ճաշակն էլ է ձևավորվել։ Իհարկե, մենք տանում ենք դասական հարմոնիայի կանոնները պահպանելով, բայց եւ շատ լավ ուսումնասիրած լինելով հայկական լադամտածողությունը։ Եվ հաճախ նաեւ երաժիշտների կողմից տանում ենք արձագանք, որ բավական հայեցի է ստացվել, սա մեզ եւ ոգևորում է եւ ոգեշնչում է շարունակելու մեր սկսածը։ Ամեն դեպքում մեր բազմաձայնումները տիպական ժամանակակից ստեղծագործությունների շարքին դժվար թե դասես, որովհետեւ դրանք ավանդույթներին համապատասխան ձևով են բազմաձայնվում։ Եվ լսողը միանգամից զգում է, որ հայկական երգ է լսում։ Այ երբ երգեք մեր օպերատորը, որը նույնպես արցախցի է, հաստատ կասի, որքան եք արդեն սկսել կրել լեզուն։ Եվ որքան եք յուրացրել։ Փորձենք մենք իհարկե քառաձայն խումբենք, բայց չորրորդ ձայնը չկա այսօր։ Երգենք Ելենա ուզում երգել Ղարաբաղցի Ղարաբաղի սարոտ։ դա երգենք Իմ սիրած երգերից մեկն է ելել Ղարաբաղի սարոտ լսել եք այս երգը։ Լավ, երգենք Ղարաբաղը։ Ես վստահ եմ դուք յանալ եք երգել Ղարաբաղի սարոտ դա երգը երգենք։ Մի փոքր հատված որտեղ երկավրի երգում է։ իհարկե Pam pam pam
Մեղրի նման ծորացող քաղցրություն եկավ երգից եւ ձեր ձայնից։ Երկերը երևի չեմ ուզում որ մենք մեզ շատ գովաբանենք, բայց կարծում եմ աշխարհում չի լինի մի մարդ, երբ հայկական ազգային ժողովրդական հատկապես այդ ելևէջները լսում է եւ չի փշաքաղվում այդ մեղրի պես հա ծորացող նոտաները չեն ծորացող ձայներ նաեւ շատ հիանալի էր։ Եռաձայն ես արդեն ասացի երկին ծանոթ եմ, իհարկե մեկ ձայնով էլ է գեղեցիկ, բայց եռաձայն տարբերակը իսկապես փշաքաղվելու եւ հոգուն ու լարերին կպնելու տարբերակ է։ Պետք է ասեմ, որ երգը մեզ ձայնագրված, հա, ոչ թե նոտագրված, այլ այսպես ձայնային տարբերակով տրամադրել է Մարաթ Հարությունյանը, ով ժամանակին Ստեփանակերտի տուն ինտերնատում ձայնագրել էր բնակիչներից մեկին, Արմեն Չիրոյանին, եւ այսպես երբ իմացա, որ այս տեսակ նախաձեռնություն ունենք, մեծ սիրով տրամադրեց երգերը։ Պետք է մեծ շնորհակալություն ասեմ նաեւ Հովնանյան ընտանեկան հիմնադրամին, որովհետեւ նրանց միջոցներով մենք կարողանում ենք այս երգերը տանել ձայնագրման ստուդիա օրինակ եւ մեզ համար կարեւոր էր գտնել ահա այնպիսի մեկին, ով հետաքրքրված էր հենց այս մշակույթը պահպանելու գործով։ Այնպես որ շնորհակալություն նրանց այս հնարավորության համար։ Ձայնագրումից պահպանումից հետո համերգները նախատեսվում գուցե տեսահոլովակներ ինչ նպատակներ ունեք։ Տեսահոլովակ արդեն իսկ ունենք պրոֆեսիոնալ, իհարկե բոլոր երգերը տեսանկարահանվում են, բայց հենց այնպես որ պրոֆեսիոնալ լինի, Արցախի խորովելներ Գուրգեն Գաբրիելյանի։ Իհարկե ունենք համերգ, մենահամերգ է լինելու մայիսին կարծեմ, ճիշտ է։ Մայիսին է նախատեսում, իրականում մայիս ամիսը մեզ համար բավական հետաքրքիր ծանրաբեռն է, որովհետև մենք պատրաստում ենք փառատոնի մեկնել, ակապելլայի կոչվում փառատոնը, Գերմանիայում է նախատեսվում, Լայպցիգ քաղաքում ներկայացնելու ենք հայ հոգևոր ավանդական, դասական երգեր եւ նաեւ արցախյան մի քանի երգ ենք ներառել երգացանկում, որպեսզի դրսում եւս լսեն արցախյան այս երգերը մեր կատարմամբ։ Հարգելի ընկերներ, մեր հեռուստադիտողներին իհարկե հիշեցնենք, եթե չգիտեն, որ Նաիրյան վոկալ անսամբլը նաև բացառիկ է նրանով, որ երգերը ժեստերի լեզվով է մատուցում եւ հետաքրքիր է լսելով արցախյան երգերը հարց է առաջանում, հատկապես լեզվի բարբառային, հա, դժվար ընկալումը հաշվի առնելով, հարց է առաջանում, գուցե այս երգերն էլ հետո ժեստերի լեզվով արդեն կատարել։ Մեկ երգ, մի հատված երգի մենք արդեն իսկ ժեստերի լեզվով թարգմանել ենք։ Այս տեսահոլովակը։ Այո, մեր այդ կա արդեն տեսահոլովակ։ Այո, տեսահոլովակը կա, իհարկե բնագրում Ղարաբաղի հորովել է։ Իմիջիայլոց պետք է ասեմ, որ մեր արցախցի հայրենակիցները շատ ու շատ իրեն յուրաքանչյուր բառի, յուրաքանչյուր տառի վերաբերյալ անպայման իրենց կարծիքը հայտնում են, ինչը մեզ էլի չմտածեք, թե մենք դրանից նեղվում ենք, ուրախ ենք, որ նրանք ուշադիր են, այ մենք ասում ենք Արցախի հորովել, իրենք պնդում են, որ ոչ բնագրում Ղարաբաղի հորովել է, խնդրում են այդ ձևով արտասանել։ Եվ Սակիկերտի այդ ձևաչափը, որ պահենք, պահպանենք ճիշտ տարբերակ է։ Այո, եւ ուրախ եմ, որ իրենք շատ ուշադիր են։ Հենց այս երգում էլ մենք որոշեցինք, որ պետք է երրորդ հատվածը, երգի երրորդ մասը, որը մենք ենք երգում, ներկայացնենք նաեւ ժեստերի լեզվով։ Հիմնականում դրական արձագանքներ ենք ստացել, բայց շատ հազվադեպ պատահել է, որ նաև դեմ են եղել, բացասական արձագանքներ ենք ունեցել։ Հիմնականում ինչ թերացումներ, եղել էր այսպիսի մի խնդիր իրեն, որ պետք է այդ երգը երգի բնիկ արցախցին, ոչ թե նաև երևանցի։ Ինչու ոչ։ Այո, այս տեսակի խոսակցություններ ցավոք իբրև եթե ճանապարհ, որով անցել ենք, հա, շատ քիչ, բայց եղել է նաև այդ արձագանքը, որովհետև համարում էին, որ
դա իրենցն է, միայն իրենք պետք է իրենց բնորոշել, բայց հետո բազմաթիվ այսպես աշխատանքների արդյունքում, նաև զրույցների հետևանքով հասկացանք, եկան ընդհանուր հայտարարի, որ չէ, մենք բոլորս հայ ենք տեսակով, ուրեմն պետք է հայությունը պահպանի իր մշակույթը, սա ընդհանուր մշակութային ժառանգություն է։ Այո, եւ եթե այդպես լիներ, մշեցին պետք է միայն իր մշի երգերը երգեր մշի, եւ մենք էլ չկատարեինք, բայց նաեւ շատ ջերմ են եղել արձագանքները։ Իմիջիալից նաև միջազգային կառույցներից են սկսել մեզ գրել եւ հենց արցախյան երգերի հետ կապված հրավերներ են ստանում, որ տարբեր թանգարաններում եւ այլն թույլ տանք մեր երգերը հնչեցնեն Արցախի հետ առնչվող միջոցառումների ժամանակ։ Այնքան գեղեցիկ ու ողջունելի է, բայց նաև ցավալի, որ այո, դրսում տարբեր միջազգային հարթակներում մեր խնդիրներին ավելի ականջալուր են եւ ավելի միտված են, որպեսզի պահպանենք մենք մեր մշակութային ժառանգությունը, քան ցավոք այստեղ։ Դա ցավալի հարց է։ Արցախցիների հետ էլ կուզեմ մի բան ասել, իմ կարծիքով իհարկե, քանի որ նրանք շատ մեծ, ինչպես եւ մենք, բայց հատկապես տեղահանված արցախցիների ապրած, վերապրածը դժվար էր եւ կարելի է որոշակիորեն ներողամիտ ձևով վերաբերվել, բայց ես ուրախ եմ, որ դուք այս գործերը առանձնացրել եք եւ ինչու՞ չէ ճանապարհ եք հարթել, որ արդեն մի քանի տարբերակով նրանք եւս երգեր մասնիկը դառնան։ Մեր նպատակն է նաև, որ այս երգերը բոլորին հասանելի դարձնենք, ուստի տարբեր հարթակներում բարբերաբար տեղադրում ենք մեր գտած երգերի նոտագրված տարբերակները, որովհետև երբ մեզ նման երաժիշտները փորձում են գտնել այս երգերը ու չեն գտնում, ուրիշ տարբերակ չի լինում, ստիպված պետք է գնաս բանահավաքչությամբ զբաղվես, ինչը եւ ժամանակ է տանում, եւ չէ որ մենք չգիտենք երգողը որքանով է պահպանել երգը, ինչ է իրենից ավելացրել։ Շատ ժամանակ հեղինակին չգիտեն երգողները եւ դա էլ է խնդիր։ Չեն գողանա ձեր արած աշխատանքը եւ Դե մենք բաց հարթակում դնում ենք, եթե կարող են թող բազմաձայն երգեն, իրենց ձևով երգեն, մեր տարբերակները իրական դժվար է։ Երբ մենք անդրադառնում ենք, ասում ենք, բա եթե մեկ ուրիշ խումբ ուզենա մեր կատարմամբ, փորձի երգել կկարողանա, հետո բարձրացնում ենք, շատ բաներ փոխում ենք, որ ավելի հասանելի լինի։ Այսինքն ձեր նոտագրերը բաց եք տեղադրում։ Բաց տեղադրում։ Ես նկատի ունեմ հենց բացի առումով ոչ թե հայերը, այլ օտար եւ ոչ բարեկամ ազգերը, այդ չյուրացնեն ձեր նոտագրերը, բայց բարբերաբար դրանից երևի չեն կարող խուսափել, ինչպես շատ հայ երգեր կարող են ստանալ լուսավոր, այո, մենք իմիջիալոց Ֆրանսիայից հայկական այնտեղ երգչախումբ կա, իրենք խնդրեցին, որ արցախյան երկու երգի բազմաձայն տարբերակներ ուղարկենք եւ նաեւ չէ որ Արցախի բարբառը ինքը դժվար ընկալելի է նույնիսկ տեղացիներիս համար, եթե չասեմ Սփյուռքում ապրող, օրինակ արևմտահայերենով խոսող հայերի համար եւ այսպես ստիպված եղանք մանրամասն բարբառ տարտար թարգմանել եւ ուղարկել իրենց, հուսով եմ շուտով կկարողանանք նաեւ իրենց տարբերակով լսել այս երգերը։ Մենք ի վերջո համարում ենք, որ մեր նպատակին հասել ենք, որովհետեւ եթե կա հետաքրքրություն, եթե կա դրսից, ինչու ոչ երգչախմբային տարբերակներով կատարելու այս երգերը, ուրեմն մեր ընտրած ճանապարհը ճիշտ էր։ Ուրեմն պետք էր սա անել։ Եվ չեմ կարծում եմ, եթե մյուս արվեստագետներն էլ միանան, մյուս երաժիշտներն էլ միանան այս երգերը պահպանելու գործին, մենք մեծ առաջընթաց պետք է ունենանք։ Եվ ի վերջո նպատակը բարի է, ոչ մի չար բան չկա տակը, եւ եթե բարի է, անպայման հասնելու է իր գագաթնակետին նպատակը։ Շնորհակալություն, շատ երգեցիկ, գեղեցիկ, հայրենանվեր եւ ազգանվեր ձեր աշխատանքի համար եւ մեր զրույցի համար։ Միշտ հաճելի է ձեզ տեսնել մեր մոտ։ Ձեզ ենք շնորհակալ, որ այս հնարավորությունը ընձեռեցիք։ Սիրով, միշտ սիրով։ Բեն սիրելի հերոստատիտողներ, այս երգաշատ, հայաշատ եւ հայրենիքը սիրելու, հայրենի մասին խոսելու, հայոց երգերը պահելու մասին էլ այսօր մեր զրույցը ավարտվեց եւ կշարունակենք, կհանդիպենք քիչ անց։ Եկան մոկած հարսներ, հարալո, ոսկե թելով հյուսված վարսեր, հարալո, գիրման ու շալը գծած ուսին, հարալո, դեմքերն ասես
եկան մոկած հարսներ հարալո ում կեր աչքերս եմ հարալո հակեն խասկապել եմ անց հարալո դախեն լավից ողունի մաս հարալո եկան մոկած հարսներ հարալո հուրի պերի կրակոսեր հարալո դուրս եկեք դուրս մոկած պեսեք հարալո մոկած շենտան բերքը տեսեք հարալո Ահա եւ վեր, սիրելի հեռուստադիտողներ, մեր շաբաթօրյա Բարև երկիրն ավարտվեց։ Շնորհակալություն, որ ձեր առավոտյան ամենաթարմ եւ գեղեցիկ րոպեները կիսեցիք մեզ հետ։ Մենք ունենք հրաշալի գործընկերներ, որոնք սիրով կիսում են իրենց տրամադրությունը, հնարավորությունները մեզ հետ, իսկ նրանք են Տունդեպո խանութ սրահը, Dream Park հանգստյան գոտին եւ իհարկե Աջափնյակ բժշկական կենտրոնը։ Այո, ուզում եք հետևողական լինել ձեր առողջությանը, ապա գնացեք Աջափնյակ բժշկական կենտրոն, որտեղ ձեզ յուրահատուկ մոտեցում կցուցաբերեն։ Իսկ եթե ուզում եք ուղղակի կտրվել Երևանյան մայրաքաղաքի իրականությունից, տեղափոխվել Լոռվա բնության գողտրիկ անկյուն, ապա պետք է ընտրել իհարկե Dream Park-ը։ Ես չմոռանամ հիշեցնել նաև իմ սիրելի հատվածի մասին, թե որտեղով կարող եք հետևել մեր թողարկումներին։ Դրանք են Երկիր մեդիայի YouTube-յան ու Telegram-յան ալիքները, ինչպես նաև Բարև երկրի Facebook-յան եւ Instagram-յան հարթակները։ Այսօրվա համար այսքանը, մենք սիրով եւ մեծ սպասումով արդեն կհանդիպենք վաղը։